Օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամից ծերային շրջանառության դեպք։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող բարենային եւ ոչ բարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար եւ չի տրամադրում ՀԴՄ կտրոնը։ Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ։ Արդյունքում խուսափում է առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ Ձեռնարկված համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են։ Ձեռք են բերվել փաստական տվյալներ եւ հանգամանքներ այն մասին, որ 2023 թվականի մարտի 1-ից մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 430 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք, արկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ հրամարկային մեքենա պարտադիր է։ Ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին։ Ուստի ՊԿ հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց օրենքի պահանջը ընդունելի գիտություն եւ ապօրինություններ թույլ չտալ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։